աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին հանրապետության հրապարակում այս պահին գտնվում հրապարակից Երևանի սրտից ասում եմ ողջույն։ Համագործակցության առաջարկ եմ ստացել շատ գրեթե բոլորի կողմից ճանաչում ունեցող մի շատ կարևոր ընկերության կողմից։ Տենց հա երևի չկա, որ այդ ընկերությունը չճանաչի, կարելի ասել կանանց գրեթե 99%-ը օգտվել եւ օգտվում է այդ ընկերության արտադրանքներից։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այդ ընկերության հետ։ Ամեն դեպքում դեռ եկեք չասեմ, թե որ ընկերության հետ, բայց չմտածեք տենց աչքում աչքես տենց բաներից բացարձակ չեմ վախենում, այլ պարզապես չեմ սիրում որ հուսախաբեմ լինում էլ այսպես ասեմ։ Դե համար հիմա մի հատ ես գնամ, պայմանները միասին քննարկենք, հասկանամ ինձ ինչ է սպասվում եւ վերջի համագործակցում ենք թե ոչ միմյանց հետ։ Նոր արդեն ձեզ կասեմ թե որ ընկերության մասին է խոսքը։ Իսկ հանդիպումը կայանալու է In Tempo իտալական ռեստորանում։ Գտանք սրճարանը։ Դե թանկագիններս ինչպես արդեն հասկացաք, արդեն մեր քննարկումները ավարտվեցին։ Ես մոտավորապես իմ անելիքները հասկացա։ Էլ եմ ասում, ներողություն եմ խնդրում, որ դեռևս չեմ տենց բացում փակագծերը, թե որ ընկերության հետ եմ համագործակցելու եւ ինչ եմ անելու, քանի որ դեռ ընթացքը ինձ պետք է ցույց տա, ես ուզում եմ դա անեմ թե ոչ, կարող եմ դա անել թե ոչ եւ արդեն նոր ձեզ մեծ հավանականությամբ առաջիկա վլոգներում, եթե հետևեք իմ Instagram-յան էջում այնտեղ, արդեն ձեզ շատ մանրամասներ կներկայացնեմ։ Իսկ հիմա ես շտապում եմ տուն, քանի որ Վահանից պետք է տանեմ պարապմունքների, բայց մենք Վահանի դե այդ պարապմունքները որտեղ որ տանում են Վահանին, սպասասրահ կա, որտեղ ծնողներով նստում եւ սպասում ենք մեր երեխեքին։ Այդտեղ շատ ծնողների հետ մտերմացել ենք տարբեր ժամային խմբեր կան, էլի։ Այսինքն այսօր ոչ բոլորն են ներկա լինելու իմ սիրելի ֆավորիտ ծնողներից, բայց այսօրվա պարապմունքի ներկա ծնողներով որոշել ենք միասին գնալ մի տեղ սուրճ կվայելենք եւ ժամանակ կանցկացնենք։ Իսկ դուք մնացեք ինձ հետ, որպեսզի ներկա լինեք այդ Այսօր ալարել եմ պայուսակ բռնեմ ու որոշել եմ այսպես սպիտակ սիրունից բուջուրիկ պայուսակը ուղղակի կպցնեմ այստեղ։ Ճիշտ ընդհանուր լուքի հետ այդքան դասական չի սազում, բայց դե Այք ինչ ռոմանտիկ սեղան է մեր սեղանը։ Բայց ամերիկանոն ժողովուրդ որն է, խառնեցինք իրար, լավ մեկ ամերիկանոյա, 4 էսպրեսոյա, ես խնդրում եմ նայեք ինչ գեղեցկուհի են մեր ծնողները, մեկը մեկից սիրուն, իսկ մարդկային որակների մասին ընդհանրապես լռեմ, մի հատ էլ հետ գնա, հանդեսից ա եկել, նայեք ինչ սիրուն է, 4 երեխաների մայրի միջայլոց, ոչ թե իմ նման, այսպես, ժողովուրդ, բայց տեղից որն է ամերիկանոն, ես չգիտեմ, մեկը պետք է առասարակ նշեն է, ախր։ Մենք շաքար չենք օգտագործում, բայց որ ձրիա դրամ այլ օգտագործում ենք։ Արկել հետևորդներ, ես այստեղ ինձ եմ խայտառականում, ցույց եմ տալիս իմ իսկական դեմ։ Թանկագիններս, քանի որ երկար ժամանակ Վահանին ես ժամանցի որևէ վայր չէի բերում, որովհետև ժամանցի վայրերի պատճառով ինքը այլևս չէր ցանկանում գնալ պարապմունքների, մանկապարտեզ, կարճ ասած իր մոտ տպավորություններ ստեղծել, որ այս կյանքը միայն տժժիկների մասին է։ 6 թե 7 ամիս անց առաջին անգամ եկել ենք էլի Վահանի սիրելի այգի, համել որ այսօր ես լավ ժամանակ եմ անցկացրել, ասե թող Վահանի հանդեպ արդար լինի։ Հիմա Վահանը նստելա գնաց քման ա գալիս, ընկերուհուս երեխուն եմ ստեղ տեսել, բայց ընկերուհուս չեմ կարող գտնեմ, դա նշանակում է, եթե ընկերուհին երեխեն ստեղ ուրեմն ընկերուհին էլ աստեղ։ Մի խոսքով
Մի րոպե։ Նայ։ Էս ի՞նչ է։ Ադուվանչիկ, ճիշտ է։ Անի։ Ինձանից էլ ես նեղացել, բայց ես ինչ անեմ։ Արի մոտ կյանք, արի գրկեմ քեզ։ Նեղացած արի գրկեմ։ Ինչ ասեմ։ Ես դեզանից նեղացել եմ։ Դեզանից կարևորը դուքով ես խոսում։ Դե ասա հələ քո անունն ինչ է։ Անի։ Անի պապան իմ լավ ընկերն է։ Հեծանվորդ որպես իսկ Անիի մաման իմ առաջվա մատնահարդարն էր։ Հիշում եք ինձ լքեց, երեխա մեծավ լքեց։ Քեզ չէի ուզում նկարեի։ Ոչիկները Անիի։ Վահանի գլուխն ենք կորցրել։ Չէ, կավտեսավ չխանդեց, լավ է, թողեց գնաց։ Ինչ սիրուն է քո շորը։ Որտեղ գնամ կտած հագնեմ էսի։ Հա։ Դասապակա։ Ուտեմ քեզ։ Խեցգետնի պոչիկներ, այլ ճիշտ պոչիկը, բայց վզիկ են ասում, սրանք տապակել, որոնք հենց նախատեսված են տապակելու համար։ Բայց որպեսզի այն համեղ լինի, ցանկանում եմ սոուս պատրաստել, որի համար անհրաժեշտ է մայոնեզ, թթվասեր, սամիտ, մարինացված վարունգ եւ սխտոր։ Սա իմ ամենասիրելի սոուսներից մեկն է։ Եկեք արագ անցնենք գործի, քանի որ Անդրանիկն արդեն ճանապարհին է ու տուն է գալիս։ Քանի որ ես ձեռքի փոքր բլենդերով եմ այժմ աշխատելու, մանր կտրատում եմ ամեն ինչ, որ հեշտ լինի բլենդերի համար հաղթահարել։ Դե սխտորի ատամիկները բավականին մանր են, քանի որ սխտորը շատ մատ խաշ էր։ Սա մանրացնելու կարիք չկա, հիմա կանաչին էլ կմանրացնեմ։ Լավ, հիմա այսքանը կհարեմ, հետո եթե զգամ հարկ կա ավելացնել, սամիթը կավելացնեմ։ Թանկագիններս, ահա այսպիսի զանգված ստացվեց, համը չեմ կարող նկարագրել, իմ համար սրանց ավելի համով սոուս աշխարհում գոյություն չունի։ Լավ, անցանք արդեն խեցգետնի վզիկը տապակելուն։ Սա լցրեցի այսպիսի գեղեցիկ ամանի մեջ։ Մեր բակի վարդն է, այս մի կոկոնն է հələ որ, տատիկն է զբաղվում այս վարդի խնամքով, շատ սիրում է այս վարդին, դրա համար խնամքը ամբողջությամբ տատիկ։ Հələ նայեք այս գեղեցկությանը, այս պատկերը, ամպերի գույնը, Աստված իմ, այս ինչ սիրուն է։ Թանկագիններս, ես Ադմարտինայի այս աղմուկ բարձրացրած պահպահակն էի Դուբայի շոկոլադի համով փորձարկում, ինչպես նաև փորձարկում նկարեցի Instagram-ի համար, ուզեցի ձեզ էլ ցույց տամ, մի հատ նայեք, այսպիսի տեսք ունի,
պահպաղակը շատ համով շոկոլադը եւս, բայց այս վերևի մասի համը կանաչ զանգվածը քադավի խմորով եւ պիստակով աղացած անկեղծ ասած այդքան համադրելի չի իր պահպաղակի հետ եւ տենց համով չի ոնց ես էի պատկերացնում։ Պահպաղակի արժեքը բավականին թանկ է։ Ես այդքան չեմ վճարի երկրորդ անգամ այս պահպաղակի համար։ Ավելի համով կարող լիներ վաֆլիի համա գալիս։ Քանի որ ես մեծ հավանականությամբ կմերժեմ համագործակցության առաջարկը վլոգի սկզբում գնացել էի համագործակցության պայմանները քննարկելու, քանի որ ըստ այդ առաջարկի ստացվում է, որ ես մի քիչ շատ պիտի իմ հետևորդների զահլան տանեմ այդ նույն առաջարկով անդադներ կանալով, իսկ ես տենց չեմ ուզում, ոնց որ տուժվելու է իմ վլոգը, իմ աուդիտորիայի համբերությունը չարաշահվելու։ Այդ պատճառով մեծ հավանականությամբ չեմ ընդունի առաջարկը եւ հետեւաբար քանի որ գլուխ չեկավ, այսպես ասած, այդ համագործակցությունը, նաեւ չեմ ուզում ընկերության անունը տալ, որպեսզի իրավունքների ոտնահարում չլինի, հա, բայց ամեն դեպքում ինձ համար մեծ պատիվ էր լինել այդ մարդկանց հետ, նստել միասին նույն ռեստորանում, խոսել այդ թեմայի շուրջ, փոխանակել փորձով, լսել իրենց մասին, ես պատմեմ, բայց մեծ հավանականությամբ երևի թե կմերժեմ տվյալ առաջարկը, որպեսզի շատ չշահագործեմ իմ հետևորդների համբերությունը։ Ամեն դեպքում թանկագիններս այսքանը, այսօրվա իմ խառը առօրյայից ձեզ այսպիսի վլոգ էի պատրաստել, հուսով եմ ձեզ դուր եկավ։ Ես վերջին շրջանում չափազանց ծանրաբեռնված եմ, հարգելիներ, շատ ծանրաբեռնված եմ։ Այս իմաստով նստելու այս պահպաղակ ուտելը, սա իմ համար շքեղություն է եւ մեծ շռայլություն, որ ես հանգիստ նստած եմ։ Դրա համար էլ չեմ կարողանում ձեզ համար շատ արագ վլոգներ նկարել, շատ ավելի երկար վլոգներ նկարել, բայց նկարելուց էլ փորձում եմ ջուր չծեծել, անիմաստ անկապ երկար, անկապ թեմաներից չխոսել, ձեր գլուխը չհարճկել, որ դուք չօգնեք, թող լինի կարճ վլոգը, բայց լինի իմաստալից, հետաքրքիր, նայեք 10 րոպե եւ անցնեք առաջ։ Ձեր շնորհակալություն եմ հայտնում այս վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով։ Ձեզ գրկում եմ եւ լիքը պաչիկներ անում։